Էներգետիկ առևտուրը չպետք է բացառվի Հայաստան-Ադրբեջան երկկողմ առևտրի շրջանակում։ Քաղաքացիական պայմանագրի պատգամավոր Արման Եղոյանն է պարզաբանում ադրբեջանցի մասնագետների կողմից Հայաստանի տարածքում էլեկտրահաղորդման սյուների հնարավոր տեղադրման վայրերը որոշելու մասին Ալիևի հայտարարությունը։ Ըստ Ադրբեջանի նախագահի, Հայաստանի տարածքով էլեկտրահաղորդման գծեր անցկացնելու ծրագիրն իրականացվում է թրիփի շրջանակներում։ Եղոյանը սակայն ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց ադրբեջանցի մասնագետների Հայաստան այցի վերաբերյալ տեղեկությունը։ Եթե վաղը պարզվի, որ դա հաստատվում է, դա շատ նորմալ կլինի, հակառակը նորմալ չէր լինի, երբ իրար հետ առանց խոսելու, առանց պայմանավորվելու, ամեն մեկը իր համար ենթակառուցվածքի իր հատվածը կառուցի, վերջում այդ երկու հատվածը գնան ու իրար չկպնեն, օրինակ սահմանի վրա։ Ընդհանրապես գազ ներկրել, նավթ ներկրել, էլեկտրաէներգիա արտահանել, օրինակ գիտեք, որ մենք ունենք էլեկտրաէներգիայի ավելցուկ, դուք խոսում եք միայն ներկրելուց, բայց մենք օրինակ էլեկտրաէներգիայի ավելցուկ ունենք, որը որոշակի սեզոններին նույնիսկ ծախսելու ուղղություններ ենք ման գալիս, գիտեք, Իրան ենք արտահանում, Վրաստան ենք արտահանում էլեկտրաէներգիան, էներգետիկ ուրեմն այդ փոխանակությունը նկատնեմ առևտուրը, վաճառքը եւ գնումը Հայաստանին իհարկե ինչպես մյուս բոլոր ապրանքներն ու ծառայությունները իհարկե դա չպետք է բացառություն լինի երկկողմ առևտրից։ Այս համատեքստում անդրադառնալով Ադրբեջանի նախագահի մեկ այլ հայտարարության, թե Հայաստանի ատոմակայանը վաղ թե ուշ փակվելու է ու երկիրն այլընտրանքային ռեսուրսների կարիք է ունենալու, որպեսզի էներգետիկ ճգնաժամի առաջ չկանգնի, Եղոյանը նախ շեշտեց, ատոմակայանի գործողության ժամկետը չի որոշում ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի եւ ոչ էլ աշխարհի որևէ կառավարություն։ Գործող ատոմակայանի ֆիզիկական շահագործման թույլատրելի առավելագույն ժամկետը 2036 թվականն է։ Ալիևը չի արել այդ գյուտը Դա որոշված փաստաթղթերով արդեն սահմանված ժամկետ է 2036 թվականը մեր ատոմակայանի շահագործման առավելագույն ժամկետը եւ մենք արդեն իսկ հայտարարել ենք, որ մենք նոր ատոմակայան կառուցելու մասին ենք մտածում եւ բանակցություններ ենք վարում մի շարք միջազգային գործընկերների հետ, ասեմ ավելին, ատոմակայանի վերաբերյալ դրույթ կա նաեւ Հայաստան-Եվրամիություն համաձայնագրում 2017 թվականին ստորագրված, որը էլի նույնց եմ ասում, ոչ թե համաձայնագիրն է որոշել, որ այդ ժամկետը կա, այլ քանի որ այդ ժամկետը կա, այն տեղ է գտել համաձայնագրում, արտացոլվել է համաձայնագրում, բայց նաև նշվել է, որ դրան համարժեք այլ հզորությամբ այն պետք է փոխարինվի։ Թրիփի մասին, արդյոք Հայաստանի երկաթուղու 42 կիլոմետրանոց հատվածի շինարարությունն այս տարի կմեկնարկի։ Լուրերի հարցին Եղոյանը պատասխանեց. Ժամկետների վերաբերյալ թրիփ նախագծի շինարարության բուն, այսպես կոնկրետ ժամկետների վերաբերյալ չեմ կարող ձեզ հստակ ժամկետ նշել, բայց կարող եմ ասել, որ աշխատանքը առաջ է գնում ամբողջ թափով, արդեն դուք գիտեք, որ այնտեղ նշանակված կան համապատասխան պաշտոնյաներ եւ ԱՄՆ-ի կողմից, մեր կողմից էլ կլինեն եւ արդեն դա իրավակազմակերպչական ձևն է որոշվել եւ կարծում եմ, որ 1 տարին բավականին օպտիմալ ժամանակ էր այդ աշխատանքների այդ մասը անելու համար։ Հիմա թե կոնկրետ առաջին այսպես քարը երբ որը այնտեղ կդրվի, ես դժվար եմ ասել, բայց ամեն ինչ գնում է նորմալ կանխատեսելի ժամանակացույցով։ Արման Եղոյանը կրկին հիշեցրեց, թրիփը միջանց չէ։ Նախագծի որևէ փաստաթղթում Զանգեզուրի միջանցք արտահայտություն չկա։ Միջանցք տերմինով ենթակառուցվածք Հայաստանի տարածքում գոյություն չունի։ Տարածաշրջանի ապաշրջափակումը այն պայմաններով, որ նկարագրված է այդ ստորագրված փաստաթղթերում, բնականաբար ձեռնտու է եւ Հայաստանին եւ բնականաբար նաեւ Ադրբեջանին, հակառակ դեպքում իրենց ստորագրությունն էլ այդտեղ չէր լինի եւ շատ լավ է, որ այդ հարցում ստորագրված փաստաթղթերում նկարագրված պայմաններով ապաշրջափակման հարցում շատ լավ է, որ տեսակետները համընկնում են։ Որ թրիփը միջանց չէ, համաձայն է նաև Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ Դա ճանապարհ է, դա միջանցք չէ, դա ճանապարհ է եւ
Կարծում եմ, որ մեր խոսույթներում դա պետք է անվանվի ճանապարհ։ Դուք չեք համարում, որ իշխանությունը ամեն դեպքում Ադրբեջանին միջանցք է տվել, ինչպես պնդում է ձեր ընդդիմադիր մյուս գործընկեր։ Դա տարբերություն է մեր երկու ֆրակցիաների միջև, մենք համարում ենք, որ դա ճանապարհ է։ Պատգամավորի կարծիքով Ադրբեջանը Հայաստանի տարածքով էլեկտրահաղորդակցության գծեր անցկացնելու համար պետք է վճարի։ Սուվերենիտեան հետ կապված եթե խնդիր չի լինում եւ արդարացի վճար է ստանում Հայաստանի պետությունը, կարելի է քննարկել։ Մերի Խաչատրյան, Արամ Հարությունյան, Լուրեր։